Անցած Կիրակի ես խոսեցի մի թեմայի մասին, որի վերնագիրն էր ով այշում վտանգավոր աղոթք, եւ իրականում արձագանք գտավ այս թեման եւ մարդկանց սրտերին կպավ։ Եվ ես խոստացել էի քեզ, որ ես կխոսամ մի թեմայի մասին, որը որ կպատմի դրա հակառակ կողմը։ Վտանգավոր աղոթքի հակառակ կողմը։ Սրանք գիտես որ աղոթքներն են, աղոթքներ, որոնք դուրս հանեցին աղոթողներին իրենց հարմարավետության գոտուց։ Աղոթքներ, որոնք որ դուրս հանեցին աղոթողներին իրենց էգոյի մեջից, իրենց մարդկային պատկերացումների եւ պատրանքների մեջից։ Այսպիսով այսօրվա մեր թեմանա վտանգավոր աղոթքի հակառակ կողմը կամ հակառակ երեսը։ Մի բան եմ գրել, ուզում եմ կարդամ։ Աստվածաշնչում կան աղոթքներ, որոնք կարող են կոչվել վտանգավոր ոչ թե այն իմաստով, որ դրանք վնաս են հասցնում, այլ այն իմաստով, որ դրանք խորը ինքնազոհաբերման եւ արմատական փոփոխության կոչ են անում։ Այս աղոթքները հաճախ վտանգավոր են մարդու հարմարավետության, էգոյի կամ սեփական պլանների համար, որովհետև դրանք բացում են սիրտը Աստծո կամքին առանց վերապահումների։ Նորից եմ ասում, Աստվածաշնչում կան աղոթքի օրինակներ, եւ այս աղոթքի օրինակները կբերեմ, որոնք վտանգավոր են կոչվում ոչ թե նրա համար, որ վնաս են հասցնում մարդուն, այլ նրա համար, որ մարդուն հանում են իրենց սեփական պատկերացումների, էգոյի, հարմարավետության գոտու մեջից։ Եվ սա նվիրման աղոթք է իրականում։ Ահա մի քանի աստվածաշնչյան օրինակներ թանկագիններս։ Առաջինը, գիտես որ աղոթքն է, փորձիր ինձ Տեր։ Սաղմոս 139, 23 եւ 24 խոսքեր։ Գրված է. փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները, եւ տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Ինչու է այս աղոթքը վտանգավոր։ Ասեմ։ Այս աղոթքով մարդը հրավիրում է Աստծուն բացահայտելու իր թաքուն մեղքերը։ Դու ուղղակի հրավիրում ես Աստծուն։ Բայց փորձիր ինձ։ Փորձիր։ Ռուսերենով ասում է իսպытай, ոչ թե իսկուշայ։ Հիշում եք, չէ՞, մենք խոսել ենք սրա մասին շատ։ Կա տարբերություն, որ Աստված է փորձում, եւ կա տարբերություն, որ Սատանան է փորձում։ Սատանան իսկուշայ, չարով է փորձում, իսկ Աստված իսպытывает։ Նա փորձում է, սա կրակի փորձություն է։ Երբ որ կրակը գալիս է, որպեսզի այրի ու մաքրի ամեն ինչը, որ Աստծուց չի։ Այս աղոթքով մարդը հրավիրում է Աստծուն բացահայտելու իր թաքուն մեղքերը, սխալ շարժառիթները եւ խնդրում է փոխել ուղղությունը, եթե նա սխալ ճանապարհի վրա է։ Սա խիզախ մարդու իրականում աղոթք է։ Ամեն։ Երբ որ դու կասես, Տեր, փորձիր ինձ, փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը։ Որովհետեւ մարդու սիրտը շատ խորաման կա եւ շատ ծածուկ կա։ Մենք կարանք մարդու հետ շփվենք ու նայենք նրա ժպիտին, անկեղծ կարծես թված հայացքին, բայց մենք չգիտենք ինչ կա մարդու սրտի մեջ։ Դա միայն ով գիտի, դա գիտի միայն Աստված։ Եվ դու այդ Աստծուն, ամենագետ, ամենատես Աստծուն հրավիրում ես, ասում ես, Տեր, փորձիր իմ սիրտը եւ քննիր ինձ, իմ միտքը, եւ եթե ես սխալ ճանապարհի վրա եմ, ուղղիր ինձ։ Սա պահանջում է խիզախություն եւ պատրաստակամություն ընդունելու ճշմարտությունը քո մասին։ Այո, սա պահանջում է թանկագինս պատրաստակամություն ընդունելու ճշմարտությունը քո մասին, եւ այս ճշմարտությունը այնքան հաճախ, այնքան ցավոտ է լինում։ Ճշմարտությունը, այո, շատ հաճախ ցավոտ է լինում։ Այս աղոթքը ուժեղ մարդու աղոթք է, ով չի վախենում Աստծուց եկած փոփոխություններին։ Սա աղոթողը պատրաստ է նրան, որ հարմարավետությունից դուրս կգա։
որ ինքը իրան մցրել է պատրանքների մեջ կամ հարմարավետ գոտու մեջ, մարդկային հարմարավետության մեջ։ Սա իրականում վտանգավոր աղոթք է մեր մարդկային թուլությունների համար, վտանգավոր է մեր էգոյի համար։ Իրականում փառք եմ տալիս Աստծուն այս վերջի ժամանակների համար։ Վերջի ժամանակները ես նկատի ունեմ այս վերջի դարի եկեղեցիների համար։ Գիտես, մենք եթե վերցնենք առաջի դարի եկեղեցին ու վերցնենք հիմիկվա մեր եկեղեցին, ես կարող եմ ասել, որ մենք այդքան էլ հետ չենք առաջի դարի եկեղեցուց։ Ինչով։ Տեսեք, առաջի դարի եկեղեցին, երբ որ առաջի դարում, երբ որ հեթանոսները եկան դարձի եւ Սուրբ Հոգով մկրտվեցին եւ հրեաները ժողով չի արեցին։ Եթե ես չեմ սխալվում, սա Գործ Կարաքելոս 15-րդ գլուխն է։ Եվ այնտեղ մարդիկ նստած էին, հրեաները, առաքյալները եւ ուզում էին հասկանալ, լավ են հեթանոսների հետ ինչ անենք։ Հեթանոսները ապաշխարեցին, ընդունեցին Աստծո Սուրբ Հոգին, ինչ անենք այդ մարդկանց հետ։ Եվ այնտեղ մի որոշման եկան, որ ինչ օրինակի համար ով է հիշում, ինչ չանի։ Ինչ չանեն առաջի դարի հեթանոսները, ովքեր որ եկան Աստծուն։ Հեռու մնա կուրքերից, խեղտվածի միշչուտի, հա, որտեղ ժամանակ կար, որ արյուն էին ուտում եւ այլն, հեռու մնա պոռրկությունից ու անձը պահի Աստծո համար։ Այսպես մի քանի կանոն դրեց, ասես գնացեք ապրեք։ Հետո գիտես փառք Աստծո Պողոս առաքյալի նմանների համար, ովքեր որ արդեն մանրացան սրա մեջ։ Եվ փառք Աստծուն այսօրվա եկեղեցու համար, ովքեր որ մենք մանրացել ենք սրա մեջ, որ մենք հիմա միկրոսկոպիկ բաների ենք նայում, որ հանկարծ ու հանկարծ չշեղվենք, հանկարծ ու հանկարծ հետ չընկնենք Աստծո փառքից եւ կամքից։ Եվ փառք Աստծո նման աղոթողների համար, ովքեր որ հրավիրում են Աստծուն եւ ասում են քննիր իմ սիրտը ու տես, մտի կարա իմ միտքը ու տես, նայիր իմ ճանապարհները ու տես, եթե սխալ ճանապարհի վրա եմ, ինձ հեռացրու այդ ճանապարհից։ Ու դու խիզախ ես, եթե արել ես կամ անում ես նման աղոթք, փորձիր ինձ ով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Որովհետև եթե մենք անկեղծ լինենք մեր նկատմամբ եւ չկեղծավորենք, ոչ միշտ է որ մեր սրտերը ուղիղ են։ Ամեն։ Եթե մենք անկեղծ լինենք ինքներս մեր նկատմամբ եւ չկեղծավորենք, մենք կարանք խոստովանենք, որ միշտ չի, որ մեր սիրտը ուղիղ է։ Եվ մենք սրանով հրավիրում ենք Աստծուն եւ ասում ենք. փոխիր ինձ, քննիր իմ սիրտը ու տես, ճանաչիր ինձ։ Որովհետև եթե մենք անկեղծ լինենք ինքներս մեր նկատմամբ եւ չկեղծավորենք, ոչ միշտ է, որ մեր մտածմունքները սուրբ են եւ անարատ։ Սրանով մենք ինչ ենք անում, մենք հրավիրում ենք Աստծուն ասելով, որ Տեր, արի իմ ներսը ու տես։ Ու ես քեզ թույլ եմ տալի, որ փոխես իմ կյանքի ընթացքը։ Տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական կյանքը։ Որովհետև Աստծո խոսքը մի ուրիշ տեղ կասի Գործ Կարաքել ներողություն առակաց գիրք, որ կան ճանապարհներ, որ մարդուն արդար են եւ ուղիղ են թվում, բայց նրա վերջը տանում է դեպի կորուստ։ Եվ կան նման ճանապարհներ, որ մարդը կարականգնած լինի այդ ճանապարհի վրա եւ նրան թվա, որ ինքը ճիշտ է, մաքուր է, ազնիվ է, անկեղծ է։ Եվ նման աղոթները կօգնի մեզ թանկագիներս։ Սա վտանգավոր աղոթք է իրականում մեր մարդկային էգոյի համար, բայց շատ ճիշտ աղոթք է Աստծո եւ մեր հոգու համար, որ մենք ասենք Տեր քննիր, Տեր ուղղիր իմ ճանապարհները։ Ամեն, որովհետեւ կան ճանապարհներ, որոնք որ ուղիղ են թվում մարդուն, բայց նրա վերջը տանում է դեպի կորուստ։ Սա ուժեղ եւ անկեղծ մարդու աղոթք է, ով պատրաստ է հրաժարվել այն ճանապարհից, որին սովոր է, այն ճանապարհից, որը սիրում է, այն ճանապարհից, որը հարմար է։ Ռուսերենով մի հատ բառ կա, պրատոպտնայա տրապա։ Այնքան է գնաց եկել, հարմար, ոտի ճանապարհ է սարքել։ Սա իրականում ուժեղ մարդու աղոթք է, ով որ սովորել է այդ ճանապարհին, իր համար սովոր է, լավ ճանապարհ է կարծես, հարմար ճանապարհ է, այնքան է գնաց եկել, իմ պապերն են սրանով քայլել,
իմ պապան է սրանով քայլել, հիմա ես եմ սրանով քայլում։ Դու լսում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Եվ իրականում կարա լինեն ճանապարհներ, որոնք որ կարա արդար թվա մարդուն, բայց նրա վերջն է տանում դեպի կորուստ։ Սա առաջի օրինակն էր, երկրորդ օրինակը, վտանգավոր աղոթքի երկրորդ օրինակը, քո կամքը թող լինի։ Սա նույնպես վտանգավոր աղոթք է իրականում։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 10-րդ խոսք։ Սա տերունական աղոթքի մի մասն է։ Քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի, ինչպես երկնքում, այդպես է երկրի վրա։ Ինչու է սա կոչվում վտանգավոր։ Այո, մենք գիտենք, որ Աստծո կամքը միշտ էլ բարին, հաճելին եւ կատարյալն է, բայց Աստծո կամքը հաճախ մեզ մղում է անձնական զոհաբերման, անհարմարության կամ նույնիսկ տառապանքների միջով գնալ։ Եթե մենք անկեղծ լինենք, մենք կարանք սա ասենք, որ այո, դա լինում է։ Տեր թող որ քո կամքը լինի, իսկ ինչ եթե Աստծո կամքն է, որ Հովսեփը 25 տարով գնար Եգիպտոս։ 25 տարի։ Դու լսում ես, Աստծո կամքն է սրա մեջ, թե չէ։ Այստեղ կար Աստծո կամքը։ Իսկ ինչ եթե Աստծո կամքն էր, որ Հովսեփները 25 տարով արհավիրքով անցնեն, որ մեր վերջում ստանա մեկին, ով որ կփրկի հետո ամբողջ ժողովուրդը։ Հաճախ մենք դա չենք տեսնում տառապանքի սկզբին, կամ մեջտեղում դա մենք չենք տեսնում։ Երբ ենք մենք տեսնում Աստծո բարի, հաճելի եւ կատարյալ կամքը վերջում։ Եթե մենք Հովսեփին հարցնենք նրա տառապանքի սկզբին, եթե մենք Հովսեփին հարցնենք նրա տառապանքի մեջտեղում, ինչ ես կարծում Հովսեփ ջան, Աստծո կամքը բարի է։ Կասի սրա մեջ ո՞րն է բարին։ Ո՞րն է սրա մեջ բարին։ Ինչ ես կարծում Հովսեփ ջան, Աստծո կամքը քաղցր է։ Սրա մեջ ո՞րն է քաղցր։ Բանտում լինել քաղցր է։ Բայց գիտես նա վերջում ասեց, այ ես հիմա եմ հասկանում, եղբայրներ, որ Աստված ինձ ձեր համար ձեզանից առաջ ուղարկեց։ Հիմա եմ ես հասկանում։ Աստծո ամբողջ ծրագիրը հիմա եմ տեսնում։ Թող որ քո կամքը լինի։ Սա վտանգավոր աղոթք է։ Երբ որ դու քո սեփական կամքը հանձնում ես Բարձրյալ Աստծուն։ Ո՞վ է նման աղոթքարը։ Բոլոր հայրեր աղոթողները ասեցին, բայց ով է այն, որ ոչ ավտոմատ կերպով հայրեր, որ եկենք մեզ ուր։ Այդպես չէ։ Այլ իրականում դու կայնել ես, ասել ես, իմ կամքը հանձնում եմ քո ձեռքերի մեջ, եւ թող որ քո ամբողջական կամքը լինի իմ կյանքի մեջ։ Եվ ով է տեսնում փոփոխություն։ Իսկ ով այն, որ մեջտեղներում է չի հասկանում ինչա կատարվում։ Կարծես բանտում է, ինքը մտածում է սրա լավը ո՞րն է բա։ Սրա բարին, սրա քաղցրը, Աստծո կամքը բարին, սրա հաճելին ո՞րն է։ Ո՞րն է բանտի հաճելին ո՞րն է, ինձ բացատրեք հիմա Հովսեփից։ Ինձ Հովսեփից բացատրեք, պապայիս սիրելին էի, ինձ հայրս շատ սիրում էր։ Ինձ լավ փառավոր հագուստներ էր հագցնում, եւ ինձ ծախեցին։ Ընդամենը 20 արծաթով։ Եվ ինձ ուղարկեցին Եգիպտոս։ Մասը եղնիկներ, չէ, Եգիպտոս։ Եվ գիտես, ես արդար էի, ես մաքուր էի, ես իմ արդարությունը պահում էի, ես հավատարիմ էի պետապրեսին ու հավատարմության համար, սրբությունս պահելու համար հայտնվեցի բանտում։ Բայց սրա հաճելին ո՞րն է։ Բայց սրա կատարյալը ո՞րն է։ Այ վերջում նա ասեց, եղբայրներ, մի մտածեք, մի վախեցեք, այլ Աստված ինձ ձեզանից առաջ ուղարկեց Եգիպտոս, Աստված մեծ ծրագիր ուներ, իրականում սա վտանգավոր աղոթք է, աղոթք է նրա համար, որ գիտես, կարող է մի օր քեզ վերցնի ու տենց, կարող է դու գիտես, դու քար ես Դավթի պարսատիքի մեջ ու պիտի գնաս ու խփես Գողիաթի ճակատին, դու չգիտես դու ով ես Աստծո ձեռքերի մեջ, դու չգիտես, բայց Աստված գիտի, չէ։ Մի հրաշալի երգ կար Ռուսերեն ասում է «Возьми меня как глину»,
Че? Возьми меня как стрелу, слепи с меня все, что хочешь. И запусти меня в цель свою. Գիտես Աստված վերցնում է հենց այդ կավը ու սկսում է ինքը դրանից մի բան պատրաստել, որը ինքն է կավագործը։ Միթե կավը կասի կավագործին ինձ այսօր սարքի ծաղկաման, կարող ուզում է գարշոկ սարքի ներողություն։ Ծաղկամանը քո կողքին ինք սարքի, սիրուն ծաղիկ կդնի նրա մեջ ու կպատվի հյուրերին։ Բայց ասեք ոչ պակաս անոթա գարշոկը։ Կներեք, հա, այս թեմային անդրադարձա։ Իսկ ինչ Աստված որոշել է գարշոկ սարքի։ Մեկին ծաղկաման, մեկին խաշի աման։ Ես չգիտեմ, Աստծո ճաշակը, Աստծո ծրագրերը տարբեր է։ Բայց մի հատ խոստում կա Աստծուց, ինչ ասում, սրբենք մեր անձերը, որ լինենք պատվական անոթ Աստծո ձեռքերում։ Ասա ամեն։ Փառք Հիսուսին։ Գիտես, այս աղոթքը հանձնում է մեր կամքը Աստծուն լիակատար վստահությամբ։ Այս աղոթքը հանձնում է մեր կյանքը, մեր կամքը Աստծուն լիակատար վստահությամբ։ Եթե ես ինձ վստահել եմ Աստծուն, ուրեմն լիակատար։ Երեխան, երբ որ մոր գրկում է, ինքը ապահով անդ է, ինքը իրան լիակատար հանձնել է իր ծնողին, իր հորը, իր մորը, իր տատիկին, իր հարազատին, չէ՞։ Լիակատար։ Ինքը վստահում է։ Երբ որ դու նստում ես ինքնաթիռ, դու լիակատար հանձնում ես քեզ։ Հանձնում ես քեզ այն օթաչուին, ում երբեք չես տեսել ու չես ճանաչել։ Ու չես տենա ու չես ճանաչի, ով գիտի։ Բայց դու հանձնում ես, չէ՞։ Երբ որ դու կռանթը բացում ես, ուզում ես ջուր խմել, դու վստահում ես, չէ՞, այդ համակարգին, որ այդ ջուրը թույնած չի։ Բայց ինչու մենք, եթե մենք կյանքերը կարանք վստահենք օթաչուին, վարորդին եւ խոհարարներին, որոնց երբեք չենք տեսել, բայց գնում ենք այնտեղ ուտելու, ինչու մենք երբեմն շատ հաճախ չենք կարողանում մեր կամքը այտենց կյանքը հանձնել Աստծուն, բարձրալ Աստծուն։ Ասենք դե թող որ քո կամքը լինի, իսկ Աստված գիտի իմ կամքը, իր կամքը որն է իմ կյանքի մեջ։ Երբեմն լինում է, որ մենք մի բան ենք ուզում զոռբայությամբ անենք ու չի ստացվում, մենք ասում ենք Աստված չի ուզում իմ մոտ լինի, ուրեմն դա քո բարու համար է։ Ուրեմն այնքան է քեզ սիրում, որ քեզ կտրում է այդտեղից։ Որտեւ դու չգիտես, եթե դա ստացվեր հաջորդը ինչ կլիներ։ Մեզ քեզ մի հատ իմաստություն սովորացնեմ։ Ուզում ես որ ռեալ հասկանաս, Աստծո կամքի համաձայն ես գնում թե չէ։ Եթե դու փորձում ես անես ու խաղաղություն կա ու ստացվում է, հələ շարունակի։ Բայց եթե դու փորձում ես անես ու պատի ես հանդիպում, ու ուզում ես գլխով այդ պատը քանդես, Աստծո կամքը չի այդտեղ։ Կարող է զոռբայությամբ հասնես, բան չունեմ ասելու։ Ու պորստվայով, հա, այտենց ջանքերով կարաս հասնես, բայց հետո կասես, սա ինձ պետք է ժամանակի կորուստեր եւ այլն։ Բայց եթե դու մի բան անում ես, խաղաղություն կա ու ստացվում է, երկրորդ քայլն ես անում, երրորդ քայլն ես անում, այն որ ասում է պամասլու գնում է, իմացի Աստված օրհնել է։ Այդտեղ Աստծո կամքը կա։ Ուրեմն շարունակի անել։ Փառք Հիսուսին։ Երրորդը շատ վտանգավոր աղոթք։ Շատ քո ֆինանսների համար, քո ունեցվածքի համար, այնինչ ունեմ քոնն է։ Սա շատ հետաքրքիր ու վտանգավոր աղոթք է։ Իսկ ինչ եթե Աստված ուզենա ամենա քո սիրելին եւ հիմնականում դա էլ ուզում է։ Այո, Իսահակին ուզեց։ Ես գիտես Աստծո մի ծառա կար Լեստեր Սամրալը, ով ա լսել Լեստեր Սամրալի մասին։ Լեստեր Սամրալը մի մարդ էր, ով որ նա ինքնաթիռներով զոհաբերություն էր ուղարկում երկրներ, օգնում էր մարդկանց, երկրներին էր օգնում։ Նա նույնիսկ երկրաշարժի ժամանակ օգնեց Հայաստանին մի ինքնաթիռ բան ուղարկեց։ Եվ նա զոհաբերում էր, խնդիր չուներ։ Եվ մի օր Աստված ասում է քո ծոցագրպանի այն գրիչն եմ ուզում։ Գրիչը կարաս ինձ զոհաբերես։ Լեստեր ասում է Տեր ջան, ինքնաթիռ ապրանք կլինի։ Ասում է չէ, քո ծոցագրպանի գրիչը ինձ զոհաբերի։ Դուր ես ինչ եղբորը։ Տեր ջան կլինի երկու պոեզ բան ուղարկեմ Աֆրիկա։ Չէ։ Հենց այն գրիչը, որտեվ այդ գրիչը այնքան թանկ էր նրա համար։ Որտեվ ինքը թանկ
կարևոր մարդուց էր նվեր ստացել։ Ու գիտես, այն ինչ որ իմն է, դա քոնն է, դա շատ հետաքրքիր աղոթք է, ու շատ կարևոր աղոթք է, ու շատ ուժեղ աղոթք է։ Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ 21 խոսք։ Գրված է՝ մի բան է քեզ պակասում։ Մի երիտասարդ կար, շատ հարուստ էր նա։ Գրված է՝ վազելով եկավ Հիսուսի առաջ, ծնկի իջավ, երկրպագեց, բարի վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենությունը ժառանգեմ։ Հիսուս ասեց՝ պատվիրանները գիտես, գիտեմ, մանկուց ի վեր պահում եմ։ Ու Հիսուս ասում է՝ մի բան է քեզ պակասում։ Մի բան։ Լինում է, չէ՞, որ կան պակաս բաներ։ Լինում է։ Ամեն բան հրաշալի է, հոգևոր է, երկրպագությունը կա, զոհաբերությունը կա, մանկուց ի վեր ճանաչում եմ Աստծո խոսքերը, բայց մի բան պակասում է։ Ու հենց դա է ուզում Տերը քեզանից։ Ամեն ինչ հրաշալի է, ամեն բան քո համար, դու հասկանում ես, մարկային աշկերով մանկուց ի վեր պատվիրանները պահում է։ Ո՞վ է եկեղեցու մեծացել, թո ձեր բացած, ես չէ։ Ես չէ։ Ես Աստծուն ճանաչել եմ արդեն մեծ հասակում։ Իսկ այս երիտասարդը մանկուց ի վեր Աստծո խոսքը գիտի ու պահում է։ Հարուստ է, օժտված է մեր չափանիշներով, երկրպագու է, ծնկի իջավ, վազելով եկավ Հիսուսի մոտ։ Ու շատ օրհնված, բայց մի բան պակասում էր նրան։ Հիսուսը գիտես ինչ ասեց, գնա։ Մի բան քեզ պակասում է, գնա, վաճառիր ինչ որ ունես եւ աղքատներին տուր։ Ապա եկ եւ հետևիր ինձ։ Գիտես ինչքան եմ ես տեսել մարդկանց, ովքեր որ գնացել են, վաճառել են, ինչ որ ունեն, բաժանել են, տվել են, ու էլ չեն եկել Հիսուսին հետևեն։ Գրած է։ Նորից եմ կարդում, գնա, գնացել են։ Վաճառել են ինչ որ ունեն, վաճառել է ինչ որ ունի։ Եվ աղքատներին տու, աղքատներին ա տվել։ Գրած է, ապա եկ եւ հետևիր ինձ։ Մի փոքր այստեղ ուզում եմ պաուզա վերցնենք։ Լինում է մարդիկ, ովքեր որ հարուստ են, օժտված են, լավ, օժտված են, ամեն ինչ լավ է, գործերը հալելույա վիճակում է։ Հետո այս մարդը գիտես ինչ պատճառներով, քանի որ Աստծուն ասել է, թող որ քո կամքը լինի եւ այն ինչ որ իմն է, դա քոնն է, ես ամբողջը քեզ եմ տալիս, ու կամաց ամեն ինչ ձեռքից գնում է։ Եվ այդ մարդիկ այլևս Հիսուսի հետևոր չեն դառնում։ Գիտես ինչու։ Մեն բա ուր այս Աստված։ Ամեն ինչ լավ էր, Աստծուն եկա, ամեն ինչ փճվեց։ Ես էի պարտքով փող տալ, հիմա ես եմ պարտք վերցնում։ Ես ինչ է կատարվում։ Լինում է, երբ որ մարդիկ գալիս են Հիսուսի մոտ, Հիսուսի հետևից, լինում է, որ կորցնում են շատ բաներ, ու հետո դադարում են լինել երկրպագու, դադարում են լինեն հետևորդ։ Դա համար ասում է գնա, վաճառիր, այդ մի պակաս ունես, այդ մի պակասն է քո մոտ։ Դու չես կարողանում ամբողջությամբ ինձ վստահես։ Դու չես կարողանում աղքատ վիճակով ինձ վստահես։ Դու կարող ես ինձ երկրպագես, դու կարող ես ինձ հետևես, քանի դեռ հարուստ ես, քանի դեռ գումար ունես, քանի դեռ լավ ես, քանի դեռ քեզ ճանաչում են բոլորը։ Գիտես, Հոբը կատարյալ համարվեց նրա համար, որ շուրթերով չմեղանչեց։ Հակոբոսն չի ասում կատարյալ այն մարդը, որ շուրթերով չի մեղանչում, ով լեզուն կարում է զսպի։ Եվ Հոբը թե հարստության, թե աղքատության մեջ մնաց Աստծո մեջ, մնաց Աստծո հետ։ Հարուստ էր, Աստծո հետ էր, աղքատ էր, էլի Աստծո հետ էր։ Եվ ասում է մի բան է քեզ պակասում, գնա, վաճառիր, ինչ որ ունես։ Մենք շատ ժամանակ այդպես ֆիզիկ հենց այդպես բառացի չենք անում, չենք գնում, չենք վաճառում, չենք բաժանում։ Ուղղակի այդպես է ստացվում։ Կյանքը այնպես է բերում, որ այո, մարդիկ կան, որ իրանց այդ դիրքից ընկնում են ու հետո արդեն չեն կարողանում Հիսուսին հետևեն։ Ինչու է սա վտանգավոր, թանկագինս։ Աստծուն հետևել նշանակում է պատրաստ լինել հրաժարվելու այն ամենից, ինչը ամենաշատն ենք սիրում եւ որը խանգարում է մեզ վերցնել խաչը։ Նույնիսկ եմ ասում, Աստծուն հետևել նշանակում է պատրաստ լինել այն ամենից հրաժարվել, ինչը ամենաշատն ենք սիրում
եւ ինչը որ խանգարում է մեզ հետևել Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը ոչ բոլորին սա ասեց, գնա վաճառիր ինչ որ ունես չունես։ Այդ մի եզակի դեպքն է։ Որտեւ հենց այդ մեկը ուներ հենց այդ պակասը։ Որովհետեւ շատ հարուստներ իրենց ունեցվածքով ծառայում են Հիսուսին առանց ինչ որ բաների։ Եվ սա իրականում Հիսուս Քրիստոսի աղոթքն է, որ Հիսուս ասեց. Հայր, այնինչ որ իմն է, դա քոնն է, եւ այնինչ որ քոնն է, դա իմն է։ Գիտես, իրականում այն մարդիկ կարան ասեն, հայր, այնինչ որ քոնն է, դա իմն է, ով ասում ես, ով ասում սա։ Ով ասում, որ սա ստանա։ Շնորհակալություն Ջուրիկ տաճո, դու կստանաս անպայման, այնինչ որ հորինն է, դա քոնն է։ Հայր, այնինչ որ քոնն է, դա իմն է, բայց երբ այդպես լինում։ Երբ որ մենք ասում ենք հայր, այնինչ որ իմն է, դա քոնն է։ Այս ժամանակ մենք ունենում ենք այս համարձակությունը Աստծուց դա վերցնենք, որովհետև այնինչ որ իմն է, դա Աստծունն է։ Քո կյանքը դա Աստծունը պիտի լինի, վստահի։ Բայց ոնց է որ հենց որ Աստված մի արասե մի բան է լինում, դու կարաս վստահես այն նարկոզ սրսկողին, որ քեզ քնացնեն ու վիրահատեն։ Բայց մենք պիտի այդպես վստահենք Աստծուն։ Մենք վստահում ենք մեր ներսի օրգանները բժիշկին, ով որ մահկանացու է։ Աստված օրհնի բոլոր բժիշկներին, զորացնի եւ իմաստություն տա, բայց նրանք մահկանացու մարդիկ են։ Եվ մենք մեր ներքին օրգանները վստահում ենք այդ բժիշկներին։ Ուրեմն պետք է առավել մենք վստահենք Աստծուն, բժիշկների բժիշկին։ Ամեն։ Այս մարդիկ Պետրոսներն ու Անդրեասներն են թանկագիներս, ովքեր իրանց ուրկաները թողեցին ու հետևեցին։ Այնինչ որ իմն է, դա քոնն է, իմ ուրկաները քոնն է, Տեր։ Դրանից հետո Պետրոսը փորձեց 1-2 անգամ ձուկ բռնել։ Չստացվեց, որովհետև արդեն իր ուրկաները տվել էր Հիսուս Քրիստոսին։ Հիսուս ասեց. «Թողեցիր ձկան ուրկաները, ես քեզ մարդկանց որսոտ կդարձնեմ»։ Ավելի արժեքավոր բան, ձուկ էիր որսում, հարստանում էիր, ես քեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ։ Էլի կորսաս, էլի կապրես, բայց արդեն իմ կամքի մեջ։ Սա այն մարդիկ են, ովքեր որ Պետրոսներն ու Անդրեասներն են, ովքեր որ չխորշեցին եւ չվախեցան իրենց ուրկաները թողեն ու հետևեն Հիսուս Քրիստոսին։ Այս մարդիկ այն Սողոսներն են, ովքեր որ դարձան Պողոսներ, ովքեր որ գիտես ինչ, մեծ շատ գիտություն ունեին Աստծուց, բայց ասեցին այդ ամեն ինչը ես աղբ եմ համարում, թեև Գամաղելի ոտերի տակ եմ մեծացել, շատ գրքեր եմ կարդացել, բայց ամենը աղբա Աստծո համար։ Այս մարդիկ ղևիներն են, ովքեր մաքսահավաքներ էին, մաքսավորներ են ներողություն, հարկի հավաքներ էին։ Այդ ղևիները դարձան մաթեվոսներ, ովքեր որ կարողացան թողնել իրանց էությունը, իրանց գործը եւ գնան Հիսուս Քրիստոսի հետևից, որպեսզի կարողանա Հիսուսի խաչը բռնի ու տանի։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ վստահում են Աստծուն։ Աստված ուզում է նման ժողովուրդ, թանկագին եկեղեցի։ Աստված ուզում է նման ժողովուրդ, որ մենք չենք վախենա, ասենք, Տեր փորձիր ինձ։ Տեր թող որ քո կամքը լինի։ Տեր այն ինչ որ իմն է, դա քոնն է։ Եվ այս ամենը մենք միայն կարանք անենք Սուրբ Հոգու միջոցով, Աստծո հոգով, երբ որ մենք նրան ճանաչենք։ Մի շատ վտանգավոր տեղ եւս ուզում եմ քեզ ցույց տալ։ 4-րդը. ահա ես ուղարկիր ինձ։ Սա գիտես ինչ վտանգավոր տեղ է։ Ահա ես ինձ ուղարկիր։ Ում խոսքերն են սա։ Ես խնդրեմ գասնավագես։ Իմ խոսքերն են սա, ով է հիշում։ Եսայա մարգարեն։ Գիտեք ինչա գրված։ Եսայա մարգարեություն 6-րդ գլուխ 8-րդ խոսք։ Գրված այն ժամանակ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. ով կգնա մեզ համար։ Ասացի ահա ես, ուղարկիր ինձ։ Ովքեր են արել սա աղոթքը, ահա ես։ Ինձ ուղարկիր։ Ով արե։ Պողոսը։ Այո, Պողոսներ արել։ Ապողոսներ արել, Պետրոսներ արել։ Այստեղ կան Պողոսներ, որ արեն այս աղոթքը լավ։ Փառք Հիսուսին։ Եթե դու համարձակվել ես այս աղոթքը անես, ասես ահա ես։ Ահա Պողոսս ինձ ուղարկիր։
ուրեմն պատրաստ եղի թանկագինս, բռնվի, մա կապեք ձեր ամրագոտիները, մենք թռնում ենք։ Ինչու է սա վտանգավոր։ Դա հանձնվելու աղոթք է, առանց իմանալու, թե ուր կուղարկի Աստված։ Սա հանձնվելու աղոթք է, առանց իմանալու, առանց գիտենալու, թե Աստված քեզ ուր կուղարկի։ Դա նշանակում է պատրաստ լինել ծառայելու ցանկացած ձևով, ցանկացած տեղում։ Իսկ դու գիտես ուր ուղարկվեց Եսայան, հենց այս աղոթքը անողը։ Ով գիտի։ Ով գիտի Եսայա մարգարեի կյանքը, ով ուսումնասիրել, ով գիտի նրա մահը։ Գիտես, երբ որ Եսայան սա անում էր, ահա ես ինձ ուղարկի, նա չեր մտածում եւ չեր կռահում, գիտես, որ նրան սղոցելու են։ Պատկերացնում ես։ Ինչպես մահացավ Եսայա մարգարեն, նրան սղոցեցին, 2 կես արեցին։ Ինչու Աստծո խոսքն էր քարոզում։ Ինչու Աստծո խոսքն էր մարգարյանում, Աստծո կամքն էր խոսում։ Ահա ես ուղարկիր ինձ։ Սա իրականում փոքր-ինչ վտանգավոր աղոթք է։ Իսկ ինչ եթե Աստծո կամքն է, որ քեզ ուղարկի մի վայր, որտեղ որ քեզ չեն էլ սիրում, որտեղ որ քարկոծում են, որտեղ որ անարգում են։ Իսկ ինչ եթե Աստծո կամքն է, որ քեզ ուղարկի մի տեղ, որտեղ այդքան էլ հաճելի չի։ Իսկ ինչ եթե Աստծո կամքն է, որ նա ուղարկի քեզ մի վայր, ինչպես որ Եսայան ասեց, գիտես այն մարդիկ, ովքեր իրենց կյանքերը տվել են լիակատար Աստծո տնօրինման մեջ, իրականում շահել են այն, շահել են հավիտենության մեջ։ Այն բոլոր մարդիկ, ովքեր խիզախություն են ունեցել Աստծուն այս աղոթքը անել, Աստված նրանց օգտագործել է ռեալ ձևով։ Միգուցե նրանց մահը, գիտես, մեր մարդկային աչքերով մենք նայենք ասենք, էս ինչ մահ էր, էս ինչ կյանք էր, էս ինչ էր։ Բայց երկնքում նրա անունը գրված է։ Շաբաթներ առաջ մենք խոսեցինք Վերջի դատաստանի մասին, եկեղեցու հափշտակության մասին, դրա մասին, որ մարդիկ կան, ում անունները գրված են կյանքի գրքում, ահա այս մարդիկ, ովքեր որ իրենց կյանքը ամբողջությամբ եւ լիարժեք տվել են Աստծուն, անվեհապահորեն, անմնացորդ եւ ամբողջությամբ։ Եվ Եսայան, երբ որ այս աղոթքը անում էր, նա չեր մտածում, չեր կասկածում, չեր պատկերացնում, որ նա իր կյանքը հանձնում է Աստծուն, որը որ կարա թույլ տա նրա կյանքի մեջ բան, որը շատ նրա կարող այդքանա դուր չգա։ Սա Եսայաներն են, սա Երեմյաներն են։ Երեմյան, ես անցած անգամ ասեցի, ոչ մի մարգարե իր մահով չի մահացել։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ իրենց կյանքը տվել են Աստծուն, լիարժեք։ Բայց այն ժամանակ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում է. Գիտես ովքեր են այս մարդիկ, ովքեր որ ասում են, ահա ես ինձ ուղարկի։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ կարում են Աստծո ձայնը լսեն։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ վստահում են Աստծուն։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ ուզում են Աստծո սիրտը շահեն։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ նայում են կյանքին ոչ թե 60, 70, 80, 90 տարվա կտրվածքով, այլ նայում են կյանքին հավիտենականության կտրվածքով։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ ուզում են երկնքում գանձեր ունենան։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ ուզում են Աստծո այդ հավիտենությունը անցկացնեն։ Ովքեր չեն ուզում երկնքում լինել, այն մարդիկ, ովքեր չեն ճաշակել երկրային մթնոլորտը երկրի վրա։ Իսկ այն մարդիկ, ովքեր ճաշակել են գոնե մեկ անգամ երկինքը այստեղ երկրի վրա, նրանք ուզում են Աստծուն։ Նրանք ուզում են հավիտենություն անցկացնեն Աստծո հետ։ Այն բոլոր մարդիկ գոնե մեկ անգամ վերապրել են Աստծո ներկայությունը, դրանք արած կլինեն այս աղոթքը։ Որ Տեր իմ Աստված, ահա ես ինձ ուղարկիր,
Սրանք գիտես ովքեր են, ովքեր տեսնում են բաց տեղերը երկրի վրա։ Սրանք այն մարդիկ, ովքեր տեսնում են բաց տեղերը եկեղեցում, ծառայություններում։ Տեր, ինչ անեմ քո համար։ Սրանք այս մարդիկ են։ Ահա ես ինձ ուղարկիր։ Պողոս առաքյալը, երբ որ նա Սողոսն էր դեռ, եւ ընդհանրապես առաքյալ էլ չէր եւ մոտիկ էլ չէր այդ պատկերացումից, այն մտքից, որ նա կար առաքյալ լինի, այն էլ հեթանոսների առաքյալ, այն էլ ամենաշատ կարդացվող եւ պահանջարկ ունեցող առաքյալ։ Երբ որ նա գնում էր ոչնչացնելու քրիստոնյաներին, սպանելու, բանտը գցելու, խայտարակելու, նա չէր էլ պատկերացնում, որ կհանդիպի նրան, ում հալածում է։ Եվ նա իր մտքիով անգամ չէր կարող անցկացնել հենց այս արտահայտությունը։ Ինչ կարող եմ անել քո համար։ Ինչ անեմ քո համար։ Ինչ ես ուզում, որ անեմ քո համար։ Սրանք ես մարդիկ են, թանկագիներս, ովքեր որ պատրաստ են գնան, անեն այն, ինչը որ իրենց կասվի։ Պատրաստ են անեն այն, ինչ որ Աստծո կամքն է։ Ցավոք սրտի վերջի այս ժամանակների քրիստոնյաները այնքան փափուկ են դառել, որ եթե մի բան ասում ես, որ իր սրտով չի, ինքը վերջ փակվեց։ Փակվում է, հասկանում ես, իմ պատկերացումից դուրս է, ես չեմ կարող պատկերացնել, սա ոնց է այդպես։ Ես չեմ կարող ընկալեմ, սա ոնց է այսպես։ Իսկ իրական Աստծուն նվիրված մարդիկ նրանք են, ովքեր որ պատրաստ են ամեն ինչ անեն հանուն Աստծո։ Մի քիչ առաջ խոսում ենք գարշոկի մասին, հենց այդպես։ Տեր, ես քո ձեռքերի մեջ անոթ եմ, ես քո ձեռքերի մեջ կավ եմ, ինչ ես ուզում ինձանից ստանաս, դա էլ ստացի, ինչ ես ուզում անեմ քո համար, դա էլ կանեմ։ Այնքան շատ միլիոնավոր քրիստոնյաներ կան, աղոթք են անում, սա քո ձեռքերն է Տեր իմ ասված, եւ այս ձեռքերով ծեծում են, գողանում են, թալանում են, կազինո են խաղում, բայց սա Աստծո ձեռքերն է։ Եղբայրներս մեկի հետ է խոսում, այս վերջերս, նա ասեց, եւ երբ որ պահ եկա, որ ես պիտի իմ կնգան խփեի, որ պիտի խփեի այդ պահին, ես չկարացա, եւ ես անճարությունից լացում էի, ու Տեր ասեցի, Տեր, ինչու ես չեմ կարողանում սա անեմ, ասեց, որովհետեւ քո ձեռքերը ես կտրել եմ, սա այսուհետ իմ ձեռքերն են, դու չես կարող այլևս, այս ձեռքով քո կնոջ հապտակես, ես կտրել եմ այն։ Այնքան շատ քրիստոնյաներ կան միլիոնավոր, որ ասում են, Տեր, սա քո շուրթերն է, եւ այս շուրթերով օրհնում են, այստեղ եկեղեցում դուրս են գալի, անիծում են, հայհոյում են։ Սա մենք ենք, թանկագիներս։ Այնքան շատ քրիստոնյաներ կան, որ ասում են, սա քո ոտքերն է, ինձ ուր ուղարկես կգնամ, եւ Տերը ուղարկում է ինչ-որ միտեղ։ Մանք տերում ես այդ տատիկին ընգացա, գնա Բարսասու, չէ, ոնց կարա լինի, տատիկը շատ իմանամ, երբ հա վերջի անգամ լողաց է։ Կամ էդի թո այն մեկը անի։ Ես ավելի բարձր, ավելի սենց երևացող ծառայություն, ավելի սենց։ Տվեք քարոզ եմ, կաֆեդրա չկա է եկեղեցում։ Հասկանում ես, սա մենք ենք, թանկագինս։ Սա մենք ենք։ Ծառայությունը մենակ կաֆեդրան չի, ծառայությունը մենակ այստեղ չի, ծառայությունը դա այստեղից դուրս է, ծառայությունը դա քո ընտանիքն է, ծառայությունը դա քո ամուսինն է, ծառայությունը դա քո կինն է, դա քո երեխաներն են, քո թոռները, քո պապիները, տղտիները, սա է ծառայությունը, ծառայությունը դա քո կորչող հարևաններն են, որ միլիարդավորներ դժոխք են դնում, հենց այս պահին միլիոն մարդ եւ եթե մահացավ երկրի վրա, եւ ուր են գնում այդ մարդիկ, Աստծո խոսքը ասում է, որ շատերն են լեն ճանապարհով գնում, դեպի կործանում, իսկ քանի հոգու ես դու վկայել, վերջի մի տարվա մեջ, չեմ ասում 3, քանի հոգու, մենք այս տարի ոնց սկսեցինք, ով այշում, Ինչ խոստացանք Աստծուն, թե մենակ ես է խոստացողը, ինչ պայմանավորվեցինք,
որ ամբողջ տարվա ընթացքում, եթե մեկ մարդու դու կարողանաս աշակերտ դարձնես, հաստատես եկեղեցում, քո տարին հաջողվել է։ Ունես այդ մեկին։ Այդ մեկին ունես։ Եթե ունես, փառք Աստծուն, անցի երկրորդին։ Կողքինը թերանում է ոնց որ թե։ Եթե չունես, ուրեմն անելիք ունես։ Տարին արդեն կիսվեց։ 6-րդ ամսվա մեջ ենք, սիրելի եկեղեցի։ 6-րդ ամսվա մեջ ենք։ Մեկ մարդ, ես դեռ չեմ ասում, այդ 12, ինչպես Հիսուս առաքյալներ ընտրեց։ Այն ժամանակ լսեցի Տիրոջ ձայնը, երանի են մարդկանց, ովքեր որ կլսեն Տիրոջ ձայնը։ Տիրոջ ձայնը, ով որ ասում է, ով կգնա մեզ համար, Տերը քո կարիքը ունի։ Նորից եմ ասում, Տերը քո կարիքը ունի։ Ով որ ասում է, ով կգնա, նա չի փոխվել, նա նույնն է, նա նայում ասում է, ով կգնա, մեր համար ով կգնա, ես մարդ եմ փնտրում։ Երանի են մարդկանց, ովքեր որ լսում են սա, երանի են մարդկանց, ովքեր սա հասկանում են, որ Տերը քո կարիք ունի, Տերը իմ կարիք ունի, երանի են մարդկանց, ովքեր որ կասի Տեր, ահա ես։ Եվ առանց հասկանալու, թե ուր կուղարկի քեզ, ինչ կասի, որ դու անես, առանց հասկանալու, միգուցե չես էլ պատկերացնում, բայց խոստում կա, ինձ ընդունեցին, քեզ էլ կընդունեն, ինձ սիրեցին, քեզ էլ կսիրեն, բայց ինձ հալածում են, ինձ չեն ընդունում, ինձ չընդունեցին, քեզ էլ չեն ընդունի, ինձ չսիրեցին, քեզ էլ չեն սիրի, սա էլ կլինի, նա էլ կլինի, կյանքը այնքան կարճ է, շատ կարճ է, ու շատ արագ անցնում, լույսի արագությամբ է գնում։ Եվ նորից եմ ասում, միակ բանը, որի համար մենք շատ ենք փոշմանելու, եթե ստացվի երկինք հասնենք իհարկե, սա է, որ թերացել եմ, որ կարայի ավելին անեի, բայց չարեցի, կարայի անեի, վատնեցի իմ կյանքը, Աստծո խոսքը ասում է, ժամանակը ծախու առեք, ու շատի նայեք ինչ եք նայում, ինչ եք լսում, ում եք տալի ձեր անդամները, ինչին եք տալի, անիրավության գործիք, այնտեղից է կհնձես, ինչ ես ցանում, որտեղ ես ցանում, անիրավության մեջ, այդտեղից կհնձես ապականություն, ծառայության համար ես ցանվում, այդտեղից կհնձես հավիտենականություն, մնայուն պտուղներ, որտեղ ենք մենք տալիս մեր կյանքերը, թանկագին եկեղեցի, վերցրու քո ժամանակը, Աստված քեզ տվել է 24 ժամ 1 սուտկայի մեջ, ինչ ես անում դա, 99% մենք նվիրում ենք այն մեր մարմնին և շնչին, մենք սիրում ենք արտանանք մեր ուզած ժամին, լավ անկողնու մեջ, մարմինա չէ մեր, արտանում ենք անմիջապես հեռախոսին կամ չգիտեմ ինչին ենք, սուրճ, նորից մարմիննա, լվացվենք, նորից մարմիննա, աշխատանք, նորից մարմիննա, թեև այդ ամենը պետք է և հարկավոր, անհրաժեշտ է այդ ամեն ինչը, և որ տոկոսն ենք մենք հատկացնում Աստծուն, այստեղ մոտավոր 100 մարդ կա նստած, այսինքն նշանակում է մինիմում 100 տաղանդ, մինիմում 100 տաղանդ, կա, դու կարաս արդյոք կանգնես Աստծուն և ասես իմ մի տաղանդը ծառայում է քեզ փառք է բերում, եթե կարաս անես փառք Աստծու համար, զարգացու երկրորդը, երրորդը, չորրորդը, եթե չէ անելիք ունես, սիրելի եկեղեցի, անելիք ունես, ես կարող եմ շատ լավ սուրճ դնեմ, վերջ ընտիրա, ծառայի դրանով Աստծուն մի մարդկանց, իմ ձեռից ոչ մի բան չի գալիս, մենակ կարամ քար կրեմ, այս սենց է, երեք երիտասարդներից այստեղ աշխատանք կար, նրանք արեցին այդ աշխատանք, քար կրեցին, որ մենք այստեղ հետո կարողանանք ինչ-որ շինական բան անենք, այս սենց էր, նրանք արեցին այն ինչը դու չես կարող անես, իսկ դու անում ես այն ինչը նա չի կարող անի, և այսպիսով մենք մեկս մյուսին լրացնում ենք, այսպիսով մենք մեկս մյուսին ծառայում ենք,
Այսպիսով մենք մեկս մյուսի կարիքը ունենք։ Այսպիսով դու դառնում ես ուղղակի օրհնություն եւ մարդկությանը, եւ բնությանը, եւ Աստծո համար։ Այն ժամանակ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում է. ով կգնա մեզ համար։ Ասացի, ահա ես, ուղարկիր ինձ։ Եվ երբ որ նա այս աղոթք անում էր, նա չէր պատկերացնում, թե ուր է նրան ուղարկելու։ Եվ Աստված թույլ տվեց Եսայիա մարգարեի կյանքի մեջ անարգություն, թույլ տվեց փառք, թույլ տվեց շատ հնչնամիներ, թույլ տվեց շատ ընկերներ, թույլ տվեց աղքատություն, թույլ տվեց առատություն, թույլ տվեց մահ, բայց շնորհեց հավիտենական կյանք։ Երբ որ մենք դնում ենք այս ամեն ինչը կշեռքի վրա, մենք տեսնում ենք Աստծունը միշտ հաղթում է, հավիտենականը միշտ հաղթում է։ Եվ իմ աղոթքն է թանկագինս, առաջինը դու կարողանաս լսել Աստծո ձայնը, լսել Աստծո սրտի ճիչը, լսես Աստծո սրտի կանչը, լսես Աստծո սիրտը, որ ասում է ով կգնա մեզ համար, մարդ է ման գալիս։ Իմ աղոթքը սա է, եւ երկրորդը համարձակվեց, ասեց ահա ես ինձ ուղարկիր։ Իսկ որտեղ որ կուղարկի Տերը, նա արդեն ինքը գիտի, նա ինչ անոթ է ստացել այդ կավից, որն ես դու, որն եմ ես։ Նա է որոշողը։ Աստծո խոսքը ասում է, որ դուք թանկ գնով եք գնվել, ուրեմն դուք ձերը չեք։ Օրինակ համար սա ես եմ գնել, այլևս այդ գնորդինը, այդ վաճառողինը չի։ Ես գնել եմ։ Եվ ես բերել եմ այստեղ, որ սա օգտագործվի Տիրոջ տաճարի համար։ Օրինակ սա ես եմ գնել։ Մի ժամանակ սա վաճառողին էր։ Գումար տվեցի, գնեցի եւ դարձավ իմը։ Կուզենամ կօգտագործեմ, այստեղ կուզենամ ինչ ուզենամ կարամ անեմ, ես եմ գումարը տվել։ Այդպես էլ Աստծո դեպքում է։ Նա է գինը վճարել։ Ամենաթանկն է տվել, ինչ ուզենա կանի, որտեղ ուզենա կօգտագործի։ Ամեն։ Եվ վերջինը, չորրորդը, թեև շատ են օրինակները, բայց ես մի քանիսն եմ բերել։ Սա չորրորդն է։ Հինգերորդը, այո, ներողություն, հինգերորդը։ Ուժադիր ես պաստորեն, փառք Աստծուն։ Հիսուսի աղոթքը Գեթսեմանում, սա նույնպես այն վտանգավոր աղոթներից մեկն է։ Ղուկասի ավետարան 22:42։ Հայր, եթե կամենաս, այս բաժակը վերցրու ինձանից։ Սակայն թող ոչ թե իմ կամքը լինի, այլ քո կամքը։ Ինչու է սա վտանգավոր։ Հիսուս ընդունեց Հայր Աստծո կամքը, չնայած այն տանում էր դեպի խաչը։ Եվ ասեց. Հայր, եթե կարելի է, այս բաժակը թող անցնի ինձանից։ Մենք այսօր հաղորդություն ունենք եւ միասին հաղորդացվելու ենք Տիրոջ մարմնի եւ արյան հետ, ասում է. Հայր, այս բաժակը, այդ բարկության բաժակն էր ժամանակ։ Աստծո ցասման եւ բարկության բաժակն էր դա։ Այն դառը, որ լցվել էր դարերի եւ հազարամյակների մեջ, մարկության մեղքերի պատճառով։ Եվ ասում է. Հայր, եթե կարելի է, թող որ այս բաժակը անցնի ինձանից։ Եվ եթե նա, Հիսուս Քրիստոսը, ուզենար չխմել, նա չէր խմի։ Որտեղ նա ասեց. գիտես ինչ, ոչ ոք իմ կյանքը ինձանից չի վերցնում։ Ես հոժարությամբ իմ կյանքը դնում եմ։ Իշխանություն ունեմ իմ կյանքը դնելու եւ իշխանություն ունեմ այն վերցնելու։ Ասես Պետրոս, ինչ ես կարծում, չեմ կարող աղաչել հորը եւ նա 12 լեգիոնից ավել հրեշտակ կուղարկի։ Սուրը դիր տեղը, այն ինչ որ Աստծո կամքն է, այն ինչ որ հոր կամքն է, այն ինչ որ հավիտենությունից առաջ գրված է, կատարվելու է։ Ես եկել եմ դրա հետևից, դրա համար։ Եվ ասում է. Հայր, այս բաժակը, եթե հնարավոր է, թող անցնի ինձանից։ Սակայն Գիտես, մենք չենք անում նման աղոթքներ։ Այնքան ենք անում եւ փառք Աստծո, որ մենք անում ենք նման աղոթքներ, որ Հայր, եթե կարելի է, թող այսպես լինի, բայց եթե քո կամքն է։
Երբ որ տղայիս պիտի բանակ տանեին, նորից եմ անդրադառնում այս թեմային, մենք միշտ աղոթում ենք մեր երկու որդիների համար, Տեր, մենք ասում ենք, մեր կամքը չի, որ նրանք ծառային բանակում, անկեղծ ասում ենք, մենք չենք ուզում մեր տղաները գնան բանակ, բայց եթե քո կամքն է, Տեր, մենք ով ենք ասենք չէ, եւ մենք ունենք հնարավորություն, այն էլ ինչպիսի հնարավորություն, նրանց ուղարկեն Գերմանիա, կրթական ծրագրով, նրանք հիմա Գերմանիայում կլինեին, կրթություն ստանալուց կլինեին, եւ կարծես թե ամեն ինչ ուղիղ կլիներ, բայց ասենք, Տեր, այդտեղ չկա քո կամքը, այդտեղ մենք ճանաչում ենք Աստծուն, մի բան ասեմ, մարդու չասեք, ձեր հովիվները ճանաչում են Աստծուն, հոգևոր ենք, շատ բան տեսնում ենք, շատ բան գիտենք, զգում ենք, շատ լուռ ենք, շատ բան չենք խոսում, բայց շատ բան գիտենք եւ լսում ենք եւ բացվում է մեզ։ Ուղղակի լուռ ենք։ Ռեկլամնա պաուզա։ Եվ մենք իրականում հասկացանք, քանի որ հոգևոր ենք, նորից եմ ասում, հասկացանք, որ սա Աստծո կամքը չի, որ մենք մեր երեխաներին ուղարկենք մեզանից գնան այնտեղ Գերմանիա, թեև շատ լավ կլիներ, թվացող լավ։ Եվ մենք անում ենք, Տեր, մեր կամքն է սա, բայց եթե քո կամքը չի մեր կամքը, թող որ քո կամքը լինի։ Եվ գիտես Հիսուսը ինչ էր ասում էր, Հայր, եթե կամենաս, այս բաժակը վերցրու ինձանից, սակայն ոչ թե իմ կամքը թող լինի, այլ քո։ Ինչու էր սա վտանգավոր Հիսուս ընդունեց Աստծուց նրա կամքը, թեև այդ կամքը Հիսուսին տանում էր դեպի խաչը։ Սա ամենազոհաբերող աղոթքն է, հնազանդության օրինակ, նույնիսկ ցավի եւ տառապանքի մեջ։ Ույս եմ ասում, սա ամենազոհաբերության աղոթքն է, նույնիսկ ցավի եւ տառապանքի մեջ, նա գնաց Աստծո կամքը կատարելու։ Ես խնդրեմ փառաբանության թիմը գա արդեն։ Ուզում եմ ամփոփեմ այսօրվա թեման։ Այսօր մենք խոսում ենք վտանգավոր աղոթքի մասին։ Այն աղոթքների մասին, որոնք կարող են կոչվել վտանգավոր ոչ թե նրա համար, այլ այն իմաստով, որ կարա մարդուն վտանգ հասցնի կամ վնասի, այլ այն իմաստով, որ դրանք խորը ինքնազոհաբերող եւ արմատական փոփոխության մեջ տանող աղոթքներ են։ Ինքնազոհաբերություն ասա եւ արմատական փոփոխություն։ Գիտես որն արմատական փոփոխությունը։ Ասեմ նախ ինչը չի արմատական փոփոխությունը։ Արմատական փոփոխությունը նա չի, երբ որ դու ունես քո այգում մի վատ ծառ եւ այդ ծառը ամեն տարի վատ պտուղ է բերում եւ դու այդ ամեն տարի ամեն յուրաքանչյուր վատ պտուղը քաղում ու թափում ես։ Սա արմատական փոփոխություն չի։ Դու ուղղակի այդ տարի հրաժարվեցիր եւ վատ պտուղի հարցերը լուծեցիր ժամանակավորապես։ Սա արմատական փոփոխություն չի։ Դու քաղեցիր ու թափեցիր ու նայում ես, հալելույա, այդ վատ պտուղը չկա։ Հաջորդ տարի նորից վատ պտուղ կբերի։ Իսկ որն արմատական փոփոխությունը, դու ծառի արմատն ես բուժում։ Դու ծառի հարցն ես լուծում։ Դու իշում ես միջև արմատները։ Այս արմատական փոփոխությունը։ Ու դու այլևս կարիք չունես ամեն տարի պայքարես պտուղների դեմ։ Այլ ինչ ես անում, դու ամեն տարի վայելում ես այդ պտուղները ու դու սպասում ես այդ պտուղներին, որովհետև քաղցր են պտուղները։ Բայց երբ որ պտուղները դառն են, դու ամեն տարի չես ուզում այդ պտուղները որ գան։ Քո համար միևնույն է ինքը կա թե չկա։ Այս աղոթքները հաճախ վտանգավոր են մարդու հարմարավետության, էգոյի կամ սեփական պլանների համար։ Մենք միգուցե ունենք եւ շատ ենք ունեցել սեփական պլաններ։ Ես ինքս ինձանից ասեմ, ունեցել եմ իմ պլանները, ունեցել եմ իմ պատկերացումները, կյանքի վերաբերյալ, ընտանիքիս վերաբերյալ, մեր ապագայի վերաբերյալ, բիզնեսի վերաբերյալ, ունեցել եմ իմ պատկերացումներն ու սեփական ծրագրերը, բայց արյունտես, որ իմ սեփական ծրագրերը ընդհանրապես Աստծո ծրագրերի հետ համահույս չեն գնում, լրիվ տարբեր էին։ Մենք ասեցինք,
Հայր, ինչ որ քո կամքն է թող որ դա լինի։ Թեև չենք հասկանում ուր ես ուղարկում, թեև չենք հասկանում ինչի համար ենք։ Դեռ այն ժամանակվանից, երբ որ դեռ Արցախում ենք ծառայում։ Երբ մենք մեր պատկերացումներ ունենք իրականում, բայց Աստծո ծրագրերը ուրիշ է եւ ավելի շատ անհամեմատ փառավոր։ Թեև ժամանակավոր կարող է թվա, որ Հովսեփի պես բանդում ես, պետապրեսի ծառան ես, կամ սա ես, կամ նա ես, դա ժամանակավոր է, դու վերջում կտեսնես։ Ինչի համար էր այդ ամեն ինչը։ Ամփոփելով այս թեման սա է, առաջինը փորձիր ինձ։ Մենք պիտի սա անենք իրականում եւ թույլ տանք, որ Աստված փորձի մեզ։ Որ ասենք քո կամքը թող լինի ամեն իրավիճակների մեջ։ Կարողանանք Աստծուն ասենք այն ինչը որ իմն է, դա քոնն է։ Կարողանանք Աստծուն ասենք ահա ես ինձ ուղարկիր եւ անենք Հիսուս Քրիստոսի հենց այս աղոթքը Գեթսեմանի պարտեզում, որ սակայն թող ամեն ինչում քո կամքը լինի, ոչ թե իմ, փառք Հիսուսին։ Այս ընթացքում ծառողները կբաժանեն հացը եւ գինին։ Այս ընթացքում երկի ընթացքում մի բան քաջ գիտակցիր եւ հիշիր, սա փրկության բաժակն է։ Այո, փրկության բաժակը։ Եվ սրանով մենք փրկվեցինք։ Փրկվեցինք Տիրոջ արյունով եւ Տիրոջ մարմնով։ Խորիր քո կյանքի մասին, քո անձի մասին, քո ճանապարհների մասին, քո սիրտը, քո միտքը ամբողջությամբ հանձիր Աստծուն։ Եկդային Աստված փառք լինի քեզ։ Շնորհակալ ենք Տեր։ Մենք օրհնում ենք այս բաժակը, մենք օրհնում ենք քո արյունը, որը որ դու թափեցիր մեզ համար, մեղավորներիս համար։ Դեռ այն ժամանակ, երբ որ մենք մեղավոր ենք ու քեզ չենք ճանաչում, դու հաշվառությամբ գնացիր դեպի խաչը եւ տվեցիր քո մարմինը Տեր իմ Աստված, ու թափեցիր քո արյունը մեզ համար Տեր, ու գնեցիր մեզ։ Թանկ գնով ենք գնված, թանկ գնով ես գնված, սիրելի քույր եւ եղբայր, մեղքին ծառա չլինես։ Շնորհակալ ենք քեզ Տեր, քո թափած արյան ամեն կաթիլի համար։ Մենք օրհնում ենք քո արյունը, մենք օրհնում ենք այս բաժակը, մենք օրհնում ենք այս սուրբ հաղորդությունը։ Փառք քեզ Տեր։ Շնորհակալ ենք քո մարմնի համար Տեր, որը կոտրվեց մեզ համար։ Շնորհակալ ենք այն վերքերի համար, որոնք դու ստացար մեզ յուրաքանչյուրիս համար։ Եվ Տեր, ես հենց հիմա Հիսուսի անունով հռչակում եմ քո արյան եւ մարմնի վերքերի զորությունը եկեղեցու ամեն անդամի վրա։ Հիսուս Քրիստոսի անունով, թող որ քո արյունը մեզ բժշկի, թող որ քո վերքերը Տեր իմ Աստված մեզ բժշկեն։ Եվ օրհնում ենք քեզ քո սուրբ անունը Տեր։ Շնորհակալ ենք քո արյան համար եւ քո վերքերի համար։ Շնորհակալ ենք Տեր քո կատարած մեծ գործի համար։ Փառք լինի քեզ Հիսուս հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Կարող եք սիրելի եկեղեցի, թող որ հաղորդությունը բժշկություն լինի մեր մարմինների համար։ Համաձայն Աստծո խոսքի։ Եվ շատ կարևոր է, որ մենք խորհենք մեր անձերի մասին, ինչպես խոսքն ասում, խորհեք, ընդունելուց առաջ խորհեք, մտածեք ձեր կյանքերի մասին, ձեր մեղքերի մասին, ձեր բաստողումների մասին։ Դե մենք ներողություն խնդրենք Աստծուց ամենի համար եւ ապաշխարենք։ Բարձիր քո ձեռքը քեզ օրհնեմ եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ։ Որից հետո մենք մեկ անգամ էլ երկը կվերցնենք եւ կավարտենք այսօրվա ծառայությունը։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Ամեն։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տեր օրհնի քեզ։